Հարգելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ օրինաչափի տաղավարում, եթերում կրկին հարցեր փաստաբանին հավելվածն է։ Այս ձևաչափով պատասխանում եմ ձեր հարցերին։ Իդեպ կարող եք գրել նոր հարցեր հաղորդման մեկնաբանությունների հատվածում, հաջորդ թողարկումներում կանդրադառնամ նաև դրանց։ Եվ այսպես, հարց առաջին։ Աշխատել եմ տարբեր հիմնարկներում, սակայն աշխատանքային գրքույկս այրվել է։ Ինչպես կարող եմ վերականգնել իմ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկությունը կենսաթոշակի հաշվարկում այն ներառելու համար։ Նշեմ, որ աշխատանքային ստաժի հաշվարկման ժամանակահատվածները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը և դրանից հետո։ Մինչև 1992 թվականի հունվարի 1-ը աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է։ Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումները չկան աշխատանքային առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, նաև համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր կամ ըստ տարիների և ամիսների վճարված աշխատավարձի չափի վերաբերյալ արխիվային տեղեկանքներ կամ անհատական անձնավորված հաշվառման տվյալների բազայում կամ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի անհատական անձնավորված հաշվառման տվյալների բազայում առկա տեղեկատվությունը։ Ընդ որում, աշխատավարձի չափին վերաբերող արխիվային տեղեկանքների հիման վրա աշխատանքային ստաժում հաշվառվում են այն ամիսները, որոնց համար վճարվել է աշխատավարձ, իսկ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի սկիզբը համարվում է աշխատավարձ վճարած առաջին ամսվա առաջին օրը, վերջը վերջին ամսվա վերջին օրը։ Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում կարող է հաշվառվել արհմիության կամ կուսակցության քարտերում, արհմիության կամ կուսակցության անդամատոմսերում կատարված գրառումներով կամ արխիվային այլ փաստաթղթերով։ Անդամատոմսերում կատարված գրառումների հիման վրա հաշվառվում է միայն այն ժամանակահատվածի աշխատանքային ստաժը, որի վերաբերյալ նշումներ կան աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճար մուծելու մասին։ 1992 թվականի հունվարից սկսած աշխատանքային գրքույկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, աշխատանքային գրքույկի և վերոնշյալ մյուս փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը կարող է հաստատվել միայն դատական կարգով, ինչի համար անհրաժեշտ կլինի դիմել փաստաբանի օգնության։ Հաջորդ հարցը։ Հարգելի պարոն Գրիգորյան, արտադրամասում ստացել եմ աշխատանքային վնասվածք, գործատուն հրաժարվում է հատուցել առողջությանս պատճառված վնասը, արդյոք կարող եմ որևէ եղանակով ստանալ նրանից փոխհատուցում։ Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, թեժ գծի հեռախոսահամար 8107։ Տեսչական մարմնի գործառույթներից է քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։ Նաև կարող եք դիմել դատարան, պահանջելով պարտավորեցնել տվյալ ընկերությանը փոխհատուցելու ձեր առողջությանը պատճառված վնասը։ Ընդ որում, տուժողի կորցրած աշխատավարձի եկամտի հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձից եկամտից տոկոսներով, որը նա ստացել է մինչև հաշմությունը կամ առողջությանը այլ վնասվածքը կամ աշխատունակության կորուստը։ Այդ տոկոսները որոշվում են տուժողի մասնագիտական աշխատունակության կորստի, իսկ մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան։ Երրորդ հարցը։ Այսօր տարբեր սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տեսնում ենք մեր որոշ հայրենակիցների հրապարակային գրառումներ կամ հարցազրույցներ մեր ազգի վերաբերյալ վիրավորական արտահայտություններով հարուստ։ Խնդրում եմ պատասխանել, թե ինչ հատկանիշներ պետք է պարունակի նման գրառումը կամ հարցազրույցը ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու հիմքով քրեական գործ հարուցելու համար։
Քրեական օրենսգրքի համաձայն անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը համարվում է հանցագործություն։ Հայաստանի Հանրապետության զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգ անարգելը ևս համարվում է հանցագործություն։ Ուստի, եթե ձեր նշած գրառումները վերաբերելի են օրենքի վերոնշյալ ձևակերպմանը, ապա կարող եք հաղորդում ներկայացնել Հ ոստիկանություն։ Հաջորդ հարցը. Հարկադիր կատարման ծառայությունն արգելանք է կիրառել իմ բնակարանի նկատմամբ եւ այն հանվել է աճուրդի։ Խնդրում եմ պարզաբանել ինձ որպես սեփականատիրոջ իրավունքները աճուրդին մասնակցելու հարցում։ Աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պարտավոր է պատշաճ ծանուցել պարտապանին եւ պահանջատիրոջը, պահանջատերերին, նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները։ Ծանուցումը որպես պարտապան ձեզ ուղարկելու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում իրավունք ունեք ներկայացնելու գրավոր առաջարկություն, սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին։ Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը, նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցումը աճուրդն անցկացնելուն առնվազն 10 օր առաջ ուղարկում են պարտապանին եւ պահանջատիրոջը, պահանջատերերին։ Դուք ևս իրավունք ունեք մասնակցել աճուրդին։ Բացի վերոնշվածից, դուք նաև իրավունք ունեք ծանոթանալ կատողական վարույթի նյութերին, քավասներ անել դրանցից, ստանալ պատճեններ, անել միջնորդություններ, մասնակցել կատողական գործողություններին, տալ բանավոր եւ գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ եւ նկատառումներ, առարկել կատողական վարույթի մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների եւ նկատառումների դեմ, հայտնել բացարկներ, բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները։ Պետք է իմանալ նաեւ, որ բնակարանը աճուրդի ներկայացնելիս հարկադիր կատարողն իրավունք ունի մինչեւ աճուրդի իրականացումն իր որոշմամբ վտարելու բնակարանը զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, նաեւ այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով։ Եվ վերջապես վերջին 5-րդ հարցը. Ամուսնուս վերաբերյալ սնանկության գործ է քննվում դատարանում։ Կարող եմ ես ամուսնալուծվել եւ հիպոթեկային վարկ վերցնել։ Ձեր հարցին ամբողջական պատասխան տալու համար նախ անհրաժեշտ է պարզել սնանկության հիմքերը։ Օրինակ, համապարտ պարտավորություն եք կրում ձեր ամուսնու պարտավորությունների համար, թե ոչ, եւ այլն։ Հիպոթեկի համար նախատեսված կանխավճարի գումարը, ծագման փաստը ևս կարևոր է։ Բնականաբար, սնանկության կառավարչի եւ պարտատերերի մոտ կարող է հարց առաջանալ դրամական միջոցների ծագման մասին։ Օրենքի տեսանկյունից ձեր նշածը հնարավոր է, սակայն նորից նշեմ, որ հարցին հստակ պատասխանելու եւ ռիսկերի ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել սնանկության հիմքերը, նաեւ ստանալ ամբողջական տեղեկատվություն ընդհանրապես սնանկության գործի վերաբերյալ։ Հարգելիներս, այսօր այսքանը, չմոռանաք սեղմել բաժանորդագրության կոճակը օրինաչափի հաղորդումները բաց թողնելու համար։ Մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք մեկ շաբաթից նույն ժամին ABC Media-ի եթերում։